Իսրայելի հարձակումները հարավային Լիբանանում ավելի են ուժ գնանում։ Առնվազն 14 զոհի մասին են հայտնում տեղական լրատվամիջոցները։ Ցահալի թիրախումն Աբաթի է ու Տյուրոս շրջաններն են։ Հեզբոլլահը հայտարարել է, որ պատասխան հարվածներ է հասցրել հարավային Լիբանանում տեղակայված հրեական զորքերին, լոգիստիկ սարքավորումներին։ Անցյալ շաբաթ Սպիտակ տան ղեկավարը հորդորել էր Նեթանյահուին զերծ մնալ Բեյրութը ռմբակոծելուց, քանի դեռ Հեզբոլլահը չի հարվածել հյուսիսային Իսրայելին։ Կիրակի Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հայտարարելով, որ պատասխանում է Բեյրութի վրա Ցահալի վերջին հարձակումներին։ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը հերքում է Թեհրանի պնդումը, թե Ցահալն է առաջինը հարվածել։ Իրանի ռեժիմը կրկին ընտրել է ահաբեկչությունը։ Իսրայելի վրա կրակ բացելը կապում է Բեյրութի Դահիե թաղամասում մեր պատասխան հարվածի հետ։ Ռեժիմը ենթադրաբար պաշտպանում է իր լիազորված ներկայացուցչին, Լիբանանում գտնվող Հեզբոլլահ ահաբեկչական կազմակերպությանը։ Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա կարող են դադարեցվել ռազմական ճնշման և դիվանագիտության շնորհիվ, պնդում է Իրանի խորհրդարանի խոսնակը։ Լիբանանյան դեպքը ցույց է տալիս, որ դիվանագիտական և ռազմական միջոցներով պետք է հետ մղել Իսրայելին և հակառակորդներին։ Ոչ դիվանագիտությունն է խոչընդոտում ռազմական գործողություններին, ոչ էլ ռազմական գործողություններն են խոչընդոտում դիվանագիտությանը։ Միացյալ Նահանգներում Իսրայելի դեսպան Եչիել Լեյթերը Fox News-ին ասել է, որ Միացյալ Նահանգների և Իրանի բանակցությունները ոչ մի կապ չունեն Լիբանանի հետ, պնդելով Լիբանանը ապագա չի ունենա, եթե շարունակի կապեր ունենալ Իրանի հետ։ Գլխավոր խնդիրն այն է, որ Իրանը փորձում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները կապել Լիբանանի հետ, բայց դրանք ոչ մի կապ չունեն Լիբանանի հետ։ Երբ մենք հարվածում ենք Հեզբոլլահին, դա ոչ մի կապ չունի Իրանի հետ, նրանք պետք է հեռու մնան դրանից։ Լիբանանն է Միացյալ Նահանգների ու Իրանի հրադադարի վճռորոշ կետը, վստահ են շատ վերլուծաբաններ։ Նրանց գնահատմամբ Մերձավոր Արևելքում խաղաղություն չի լինի, քանի դեռ Վաշինգտոնը փորձում է բանակցային լուսանցքում թողնել ամենազգայուն կետերից մեկում՝ Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցումը։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։